Շնորհակալություն, պարոն Հակոբյան, հարգելի պատգամավորներ, հարգելի գործընկերներ, որ ենթադրաբար ծանոթացած կլինեք այս բավականին հաստափոր արձանագրությանը, որը ստորագրվել է նախորդ տարի դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում երկրների ղեկավարների կողմից եւ շատ կարճ ներկայացնեմ ինչի մասին է խոսքը, ընդհանուր նաև տեղեկանքի կամ տեքստի մասին էլ այսպես տեքստային տարբերակով չներկայացնեմ, ավելի հասկանալի ներկայացնեմ ինչի մասին է խոսքը։ Ուրեմն 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում հատուկ կետ կա հակագնագծման կամ դեմպինգի եւ փոխհատուցման միջոցների մասին։ Այդ կետը սրա մասին է, որ եթե ԵԱՏՄ տարածք է մտնում որևէ երկրից այնպիսի ապրանք, որը շատ ցածր գին ունի եւ դեմպինգային հնարավորություն է ստեղծում, ապա եթե 25% մասնաբաժին ունեցող երկիրը կամ 25% մասնաբաժին ունեցող կազմը որևէ երկրի միջոցով ներկայացնում է իր դիրքորոշումը, ասում է, որ դա դեմպինգի ռիսկ է պարունակում, ապա հնարավորություն է տալիս դա օրինակ դրախտիչ առաջարկել, ասել դրա հետ մեկտեղ օրինակ այսքան տոկոս տուրք, օրինակ 20% կամ 30% կամ 40% տուրք կամ 10% այս ապրանքի համար, որը մտնում է այսինչ երկրից, կոնկրետ երկրից, եթե կոնկրետ ապրանք է մտնում։ Էական չի, դա այդ ապրանքը կլինի ընդհանրենք անվադող, թե օրինակ լոլիկի մածուկ, հա, եթե 25%-ի կարծիքը շուկայի, ԵԱՏՄ շուկայի կա այդտեղ, ապա դա հնարավոր է մտցնել եւ երկրները եթե կողմ են քվեարկում, դրա վրա տուրք է դնում։ Հիմա նոր կանոնը ինչ է ասում, ասում է, որ այս նախորդը պահպանվում է, բայց եթե երկրներից մեկը ասի ինձ բացառություն արեք, ապա իրան բացառություն են անում մյուսների համար կարագործի։ Երկրներից բոլորը կարան ասեն բացառության մեկի, այո, անդամ երկրների։ Հիմա պատկերացնենք օրինակ X ապրանքի գծով պայմանական Ռուսաստանը եւ Բելոռուսը կարան ասեն ինձ բացառություն արեք, հա, այդ դեպքում այդ կանոնը գործելու է Հայաստանի, Ղազախստանի եւ Ղրղստանի համար։ Կարող է Հայաստանն էլ միանել կգործի միայն Ղազախստանի եւ Ղրղստանի համար։ Այսինքն սա կանոնից բացառության հնարավորությունն է որոշ երկրի համար, այսինքն դա ավելի ճկուն է լինում, որովհետև շատ մեծ բանավեճեր են եղել, օրինակ 2-3 երկիր ասել են, որ այդ կանոնը օրինակ իմ համար խնդիր կստեղծի, այն 2-3-ն էլ ասել են, եթե հանկարծ չլինի, մեր համար մեծ խնդիր կլինի եւ շատ հաճախ նաեւ վետոներ են կիրառվել դրա արդյունքում, որոշումներ են ընդունվել կամ չեն ընդունվել, որոնք առանձին երկրի համար շատ վատ հետևանքներ են ունեցել, առանձին երկրների համար էլ դրանց ընդունումը կարող ունենա շատ վատ հետևանքներ, հիմա ճկունություն է դրսևորվել, ասում են օրինակ կարա մեկ երկրի համար բացառություն ունի, կարա բոլորի համար բացառություն ունի, մեկի համար ընդունվի եւ այստեղ միակ հարցը հետեւյալն է, արդյոք այդ հետագծելիության համակարգը գործում է, օրինակ X երկրից եկավ, մտավ ԵԱՏՄ որևէ երկիր, որտեղ օրինակ վետոն դրած չի եւ արդյոք կա օրինակ այդ հետագծելիության մեխանիզմ, որ հանկարծ չներթափանցի մյուս երկրներ, որոնք օրինակ իրանք սահմանափակում էին դրել կամ տուրք էին դրել։ Ուզում եմ նշել, որ այստեղ բավականին մեծ աշխատանք է կատարված ԵԱՏՄ-ում սերտիֆիկատների սերտիֆիկացման համակարգում եւ ըստ էության շատ, այսպես ասած, կոպիտ եւ շատ մի քանի փուլանի խախտումներ պետք է տեղի ունենան, որ դա չհայտնաբերվի եւ պրակտիկորեն կարծում ենք, որ գործիքը կաշխատի ցանկացած երկրի համար եւ երկրներն էլ են կարծում, որ ներքին կարգավորումները այնպեսին են, որ գործիքը կաշխատի երկրների համար։ Սա է, որը լավ լուծում է, որովհետեւ օրինակ մինչ այդ եթե մենք ուզում էինք ինչ որ մի բանի վրա օրինակ Հայաստանի մասով մեր օգտին ինչ որ բան, դրանք տուրք սահմանեինք, պետք է գնայինք այնտեղ, որտեղ կարող էր առաջանալ խնդրեմ մեկ այլ երկրի մասով։ Հիմա այդ երկիրը օրինակ կարա ասի, ես իմ մասով հանեք, այսինքն տուրք թող չլինի, ձեր մասով խնդիր չկա։ Նույնը մեր դեպքում էր, ապրանք կար, մեզ պետք էր օրինակ մեկ այլ երկիր կա եւ եթե տուրք դնեինք, մեր մոտ օրինակ գները կարար կտրուկ բարձրանար, կարանք մենք ասենք, եկեք մեզ հանենք այդ շարքից, ձեր դեպքում որևէ խնդիր չկա։ Սա է ամբողջ նախագիծը ԵԱՏՄ
շրջանակներում բնականաբար ղեկավարների մասնակցությամբ արդեն հաստատված է։ Շնորհակալություն պարոն Պապյան, հարցեր համեցեք։ Շնորհակալություն պարոն Պապոյան, հանգամանորեն բացատրեցիք խնդրի էությունը։ Կարծում եմ, որ սա շատ օգտակար է ԵԱՏՄ անդամ երկրներին ճկունություն ցուցաբերելու առումով առևտրաշրջանառության տեսանկյունից։ Ես ուղիղ մի հարց տամ։ Ճիշտ եմ հասկացել, որ օրինակ, եթե թուրքական էժան լոլիկը մտնում է ԵԱՏՄ տարածք, մենք կարող ենք դրա վրա թուրք դնել, որը մրցունակ կպահի տեղական արտադրության լոլիկը, օրինակ։ Այդպիսի բուրգ մենք կարող էինք հիմա էլ դնել մինչև այս կանոնի, ուղղակի պետք է գնայինք եւ բոլոր երկրներին համոզեինք, որ ԵԱՏՄ-ի համար դա ընդհանուր կանոն որոշեինք։ Հիմա արդեն դրա կարիք չկա, մենք կարող ենք գնանք, ասենք մենակ մեր համար, կարող ենք գնանք օրինակ Հայաստան, Բելարուս, Ռուսաստան, ասեն մեր համար, ենթադրենք օրինակ Ղազախստանն ու Ղրղստանը ասեն դե մեզ այդպես խնդիր չունենք, ընդհակառակը այդ լոլիկը մեզ պետք է։ Այսինքն այո, ճիշտ եք, բայց իմ նշած լրացումներով։ Հա, ամբողջովին հասկանալի է, հենց դրա մասին եմ ես խոսում, որ հիմա արդեն շատ ավելի դյուրին է, չեն գնալու ԵԱՏՄ մյուս անդամ երկրներին ինչ-որ բան համոզելու, որպեսզի կոնսենսուս ձևավորվի կամ 25% ծեր ասած, ասենք կարծիքը ձևավորվի, հիմա մենք ուղիղ կարող ենք որոշում կայացնել որևէ ապրանքատեսակի ԵԱՏՄ տարածք մուտք գործելու դեպքում Հայաստանի կողմից առանձին վերաբերմունք այսպես ցուցաբերելու տեսանկյունից։ Ես շնորհակալ եմ ամեն ինչ հասկանալու։ Այո, այնտեղ բայց կանոն կա, որ շուկայի 25%-ը պետքա այդ հարցով հետաքրքրված լինի, որպեսզի կարողանա այդպիսի առաջարկ ներկայացնել։ Այլ հարցեր համեցեք։ Պարոն Պապյան, իսկ եթե առանձին մի երկիր, հա, այդ հակադեմպինգային քաղաքականությունը ընդունում է, արդյոք ինքը չի խանգարում տվյալ պարագայում, ինչպես պարոն Թորոսյանը նշեցնում, դիցուք հա թուրքական լոլիկի օրինակն ենք բերում, բայց դա կարող լինի ցանկացած երկրի ցանկացած ապրանք, ԵԱՏՄ